Շատ լավ, շատ լավ, հա։ Աղոթքով սկսենք։ Սիրելի Հայր, ով Տեր, մենք գալիս ենք քո առաջ եւ խնդրում ենք, որ մեր սրտերը խաղեցնես, մեր մտքերը կենտրոնացնես քո վրա եւ Տեր, որբեսի կարողանանք մեր սրբոված, սրբակորձված հաճույքը քեզանից առնենք, քո խոսքից առնենք։ Ով Տեր, մեզ օգնիր, որ ինչ որ դու ունես այսօր մեզ խոսելիք քո խոսքի միջոցով, մեզ սնունդ լինի անգամ միևս եւ մեր այս շփումը քրիստոնեական թող հաճելի լինի քո առաջ։ Տերուսյանով խնդրում ենք Հորը Փառքի համար։ Ամեն։ Ուրեմն մեկ թագավորների 4-րդ գլուխ, այնտեղ հարցարանալ կա, եթե դակավին հարցարաններ կա կարակ օգտագործել։ Մեկ թագավորների 4-րդ գլուխ, ուրեմն գլուխը գարթամ եւ անգետ կը թե հարցերի կանդրադառնանք եւ թե տեքստի իհարկե։ Իսրայելը բادرազմի դուրս եկավ փղշտացիների դեմ եւ բանագադեղի դրեցին Աբենեզերի մոտ, իսկ փղշտացիները բանագադեղի դրեցին Ափեգում։ Եվ փղշտացիները շարվեցին Իսրայելի դիմաց։ Մարդը ծավալվեց եւ Իսրայելը հաղթվեց փղշտացիներից, որոնք պատրազմի դաշտում 4000 մարդ սպանեցին։ Զորքը եկավ բանագադեղի եւ Իսրայելի ծերերն ասացին. Ինչու Տերը մեզ այսօր ջարդեց փղշտացիների առաջ։ Տիրոջ ուխտիտաբանակը Սելովից մեզ մոտ բերենք եւ թող նա մեր մեջ գա եւ մեզ ազատի մեր տշնամիների ցերկից։ Զորքը մարդ ուղարկեց Սելով եւ այնտեղից վերցրին քերոպեների վրա նստած զորությունների տիրոջ ուխտիտաբանակը եւ եղի երկու որդիները Օպնին ու Փենեհեսը այնտեղ էին Ազո ուխտիտաբանակի հետ։ Եվ երբ տիրոջ ուխտիտաբանակը բանակի մեջ մտավ, ամբողջ Իսրայելը մեծացան աղաղակեց եւ գեդինը տղրտաց։ Փոշտացիները լսելով այդ աղաղակի ձայնը ասացին. այս ինչ բարձրացան աղաղակ է եբրայեցիների բանակում։ Երբ իմացան, որ տիրոջ ուխտիտաբանակը եկել է բանակադեղի, փոշտացիները վախեցան, քանի որ ասում էին ասված եկել է բանակի մեջ։ Նաեւ ասացին. վայ մեզ, որովհետեւ մինչեւ հիմա այսպիսի բան չէր եղել։ Վայ մեզ, ով պիտի ազատի մեզ այս զորավոր աստվածների ցերկից։ Սրանք այն աստվածներն են, որոնք Եգիպտոսին ամեն տեսակ հարվածներ հասցրին անապատի մեջ։ Ուժարեք եւ քաչ եղեք, ով փղշտացիներ, գուցեև ծառա դառնաք եբրայեցիներին, ինչպես նրանք ձեզ ծառա եղան, ուստի քաչ եղեք եւ պատերազմեք։ Եվ երբ փղշտացիները պատերազմեցին, Իսրայելը հաղթվեց, եւ ամեն մարդ փախավ իր վրանը, եւ շատ մեծ կոտորած եղավ, եւ Իսրայելից 30,000 հետևակ զորք ընկավ։ Վերցրեց նաեւ Ազոտաբանակը, իսկ եղի երկու որդիները Օպնին ու Փենեհեսը սպանվեցին։ Եվ Բենյամինի ցեղից մի մարդ նույն օրը բանակից վազելով ասավ Սելով, նրա անդերսները բադարոդված էին, իսկ գլխին հող։ Եվ երբ նա այնտեղ հասավ, հեղին նստած էր ճանապարհին աթոռի վրա եւ սպասում էր, որովհետեւ սիրտը թողում էր Ազոտաբանակի համար։ Երբ այդ մարդը եկավ եւ քաղաքին պատմեց, ամբողջ քաղաքն աղաղակեց։ Հեղին լսելով այդ աղաղակի ձայնը ասաց. այս ինչ աղմուկի ձայն է։ Եվ իսկույն այն մարդը վազեց, եկավ ու հեղին պատմեց։ Հեղին 98 տարեկան էր, աչքերը մտնել էին եւ չէր կարողանում տեսնել։ Եվ այդ մարդը հեղին ասաց. ես զորքից եկողն եմ, ես այսօր փախա մարդի դաշտից։ Եվ հեղին ասաց. ինչ եղավ, որդյակ իմ։ Եվ լրաբերը պատասխանեց ու ասաց. Իսրայելը փախավ փղշտացիների առջևից, զորքի մեջ էլ մեծ կոտորած եղավ, եւ քո երկու որդիները Օպնին եւ Փենեհեսն էլ սպանվեցին, եւ Ազոտաբանակն էլ կերի վերցվեց։ Եվ երբ նա հիշեց Ազոտաբանակը, հեղին աթոռից մեջքի վրա ծած ընկավ դրան մոտ, եւ նրա վզի ոսկորը կոտրվեց ու նա մեռավ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր, նա 40 տարի դատավորություն էր արել Իսրայելում։ Եվ նրա հարսը Փենեհեսի կինը հղի էր,
ծնելու մոտ։ Եվ երբ լսեց Աստծո տաբանագի գերի վերցվելու եւ իր սկեսրայրի ու ամուսնու սպանվելու լուրը, ծնկի եկավ ու ծնեց, որովհետև ցավերը բռնեցին նրան։ Եվ երբ մեռնում էր, նրա մոտ կանգնած կանայք նրան ասացին. «Մի վախեցիր, որովհետև տղա ես ծնել», բայց նա չպատասխանեց ու ուշադրություն չդարձրեց։ Եվ այդ տղայի անունը Իքաբոդ դրեց, ասելով. Իսրայելից փառքը վերացավ, որովհետև Աստծո տաբանակը վերցվեց, եւ նրա սկեսրայրն ու ամուսինը չկան։ Դրա համար էլ ասաց, քանի որ Աստծո տաբանակը վերցվեց, Իսրայելից փառքը վերացավ։ Մենք հիշում ենք առաջին 3 գլուխների մեջ պարզապես արագ կերպով ակնարկ անելով հիշում ենք ինչպես Սամվել իբր խոստումի որդի ինք ծնվեց եւ Ոպնին եւ Բենեհեսը մենք գիտենք սրանք մի խոսքով սատանայի որդիներ էին, Բելիալի զավակներ եւ նրանք չարաշահում էին նրանց դիրքը իբր կրոնականներ եւ նրանց հայրը, ինչպես այստեղ տեսանք, Հեղի ինք 40 տարի ոչ թե միայն ինք իբր քահանայություն ռացեր, հաբա դադավոր էլար։ Դադավորություն, ինչու մենք գիտենք, դադավորների այդ ժամանակաշրջանը արդեն վերջանում է եւ հիմա մարգարեների եւ թագավորների նմանավանդ ժամանակաշրջանը սկսում է։ Եվ ճիշտ հոս է, որ մեր պատմությունը մեզ բերում է եւ Տերը խոստացած էր, մի քիչ հետ էլի կանդրադառնանք նրա վրա, որ քո որդիները պիտի մեռնին եւ դու իհարկե վերջը կմեռնես Հեղի նկատմամբ մի մարգարեմը Տիրոջ խոսքը բերածեր նրան հասկացնելով որ դուք շիդակ ցևով ինձ չծառայեցիք եւ որովհետեւ շիդակ ցևով ինձ չծառայեցիք նրա համար է որ այս ծառայությունը պիտի վերցվի ծեր սերնդից եւ պիտի գնա ուրիշ սերնդի ինչ որ արդեն իսկ մենք սրա վրայով անդրադարձանք խոսեցանք եւ այստեղ այս պարակայում առաջին ագնարկն է փղշտացիների վրա որ տեսնում ենք այս գրքում ինչու որ մենք գիտենք նրանք արգա են դադավորացի մեջ մենք հիշում ենք ինչպես Սամսոնի ատեն փղշտացիները միշտ խնդիր էին Իսրայելի ժողովրդին եւ այստեղ էլի նրանք խնդիր են ուրեմն Իսրայելը բادرազմի դուրս եկա փղշտացիների դեմ եւ բանագադեղի դրեցին Աբենեզերի մոտ իսկ փղշտացիները բանագադեղի դրեցին Ափեկում հիմա երկու դարբեր վայրերով անուն տալիս է այստեղ իհարկե հիմա Էբենեզերի ճիշտ վայրը գսվի որ չգիտենք ուրա բայց Ափեկը կարող ենք ասել որ այն մասն է որ փղշտացիները ավելի նրանք այդ մասում էին ուր որ հավաքված էին հյուսիս արևելքը եւ այնտեղից հрьяաները նրանց բանակը դեղատրեցին որբեսի պատրաստվեն իր արդեն պատրաստվել իհարկե հիմա տեղեր կա որ երբեմն 100%-ով չենք կարող հստակ գիտնալ ուրա ինչա բայց մեր նպատակների համար երկու բանակ ունենք այստեղ դեմ դիմաց որ նրանք պատրաստվում են որ պատրաստեն եւ ասում է փղշտացիները շարվեցին Իսրայելի դիմաց մարդը ծավալվեց եւ Իսրայելը հաղթվեց փղշտացիներից որոնք պատրազմի դաշտում 4000 մարդ սպանեցին սա դակավին պատրազմի սկիզբն է պատրազմի վերջը չէ Ուրգից գիտենք սա որովհետեւ արդեն երրորդ համարից ինչ ասում է որ Իսրայելի ծերերը ասացին ինչու Տերը մեզ այսօր ճարտեց փղշտացիների առաջ արի ուխտի տաբանակը վերցնենք սելովից ուղարկենք բերենք դեպի պատրազմի դաշտ որբեսի նա մեզ ազատի մեր դշնամիների ցերքից հիմա առաջին հարցը արդյոք ինչու Տերը մեզ այսօր ճարտեց փղշտացիների առաջ այս հարցը արդյոք օրինական է Գարձում եք որ հարցը Աստծո ճանապարհների վերապերյալ ավելի խորը ըմբռնման ցուցիչ է թե բարձաբես լիագադար հուսահատության ջիչ է Կարող է լինել երկուսն էլ հիմա երկու մաս ունի այս հարցը առաջին մասը արդյոք ինչու Տերը մեզ այսօր ճարտեց փղշտացիների առաջ հարցը օրինական հարց է կամ ոչ ուզում եմ ցեզանից լսել Եթե այո ինչու եթե ոչ ինչու ինչու
օրինական էին իրանք այդ հարցը տալիս։ Այսինքն- Չէին տալիս այդ հարցը։ Այսինքն շիդակ հարց է, արտար հարց է։ Եվ ինչու։ Որտեվ Իսրայելի ժողովուրդը, Աստծո ընտրված ժողովուրդը իրանք դա գիտեին, դրա համար եթե փղշտացիները ջարդեցին, իրանք այդ հարցը տալիս են, ինչու փղշտացիները իրանք հաղթեցին։ Հիմա եթե գարաս Ասիակույր բանալ 1 թագավորների 2 10-ը եւ Արքադի ջան դու ալ բացես 1 թագավորների 17:47-ը այո նրանց հասկացողության մեջն էր որ Տերը ինք նա անում էր պատրաստում էր նրանց պատրաստները այդ բանով բայց միևնույն կարանք ասել որ այո այդ հուսադության վախի բարդության այդ ջիչնալ ընդեղա որ նրանք ոնց որ գարձեք թե անագնգալի գտնվեցան թե միթե դերը մեզ թողնեց խնդրեմ գարտացեք այդ երկու հատվածները 2:10 Տիրոջ դեմ հակառակողները կփշրվեն նա երկնքիցը նրանց վրա կորոտա Տերը կդատե երկրից ծայրերը եւ ուժ կտա իր թագավորին եւ իր օջալի եղջյուրը կբարձրացնեն Ուրեմն առաջին մասը համար ինչ ասում է Տիրոջ դեմ հակառակողները կփշրվեն Տիրոջ դեմ հակառակողները ինչու սա Աստծո ժողովուրդն է նրանք Տիրոջը դեմն են եւ Տերը սա նրա բարդականությունն է բարդավորվածությունն է որ փշրի դժնամին Արքադի ջան Եվ այս բոլոր ժողովքը իմանան որ Տերը սրով եւ նիզակով չի ազատում որովհետեւ պատերազմը Տիրոջն է եւ նա ձեզ մեր ձեռքը կմատնե Բանալի արդայությունը պատերազմը Տիրոջն է եւ իհարկե Դավթի այդ վստահությունը ինքը ուներ այդ վստահությունը եւ այնտեղ մենք գիտենք այդպես ալ բադահեց եղավ բայց հասկանում ենք որ Իսրայելի ծերերը ինչ որ նրանց մասին խոսում է երրորդ համարը նրանք ասեցին ինչու Տերը մեզ այսօր ջարդեց պղշտացիների առաջ այո Աստծո գերիշխանությունը ցուցաբերում է բայց միևնույն հնարավոր է որ թաքնված ոնց որ Աստծո դե մեղադրանք նրանք ցուցաբերում են երկուսն էլ ընդեղ է բայց որը ավելի շիդագ է սա չենք կարող տեքստից ասել տեքստը հստակորեն մեզ չի ասում որ նրանք արտարացիորեն ասեցին այդ խոսքերը կամ բարձրապես որովհետև նրանք նեղի եկան ուրեմն հիմա ոչ թե հանցավորը Տերն է հապա ինչու Տերը թողեց արդեն ինչով սկսում է չէ հա Ինչու դերը այդպես արեց, թե Աստծո գերիշխանությունը, այո, իրենց հասկացողության մեջ էր, ինչպես 1 թագավորների 2:10-ում մենք գարտացինք Անայի բարակային, հետո մենք գիտենք Դավթի բարակային, սրանք Աստծո ժողովրդից են, բայց այս բարակայում ծերերը մի խոսքով, հա, մեղադրանքի այդ նշույլը կա, բայց այո, հասկացողությունն ալ կա, որ պատերազմը Տիրոջն է։ Եվ եթե Տերը ինք այդպես թույլ տվեց, ուրեմն ինչու։ Միթե մենք սխալ արեցինք այս բոլոր process-ի ընթացքում։ Ինչ է մեր սխալը, ինչ է մեր անցանկը։ Հիմա մենք ալ երբեմն այսպեսի ասենք ոչ թե պատերազմի առումով իհարկե, բայց հոգևոր բայկարի առումով, կորզնական առումով շատ པարզ ձևով։ Եթե որոշ ասենք ցախողության մատնվեցինք եւ մենք գիտենք, որ չէ, այդպես պետք չէ լինի։ Okay, հանցավորը ումինը Տիրոջն է, ասին Տերը ինչ պատճառ ունի, կամ մենք պետք է լինենք հանցավոր, եթե հանցանքը մեր վրա է, Աստված չի կարող հանցավոր լինել։ Ուրեմն սխալ բան մրած ենք եւ այդ ճանաչողությունը լավ է, որ հասկանանք, որ պետք է մենք մեր ճամփաները երի վերանայենք։ Միթե մեր ճամփաները շիդագ է, չէ՞ ոչ, Տիրոջ առաջ։ Եվ հետո նայեցեք ինչ ասում է, էլի երկրորդ հարցը Ինչի հետ է ժողովուրդը համեմատում Տիրոջ տաբանագը։ Նայեցեք, այստեղ ինչ ասեց, նրանք ասեցին, ինչու Տերը մեզ այսօր ջարդեց պղշտացիների առաջ, Տիրոջ ուխտի տաբանագը սելովից մեզ մոտ բերենք եւ թող նա մեր մեջ քա եւ մեզ ազատի մեր տշնամիների ցերկից։ Հիմա երկրորդ հարցը, ինչի հետ է ժողովուրդը համեմատում Տիրոջ տաբանագը եւ միթե սա ճիշտ է, այսինքն նրանց մտածելակերպը։ Ճիշտ է այդպես մտածելը։ Ինչի հետ համեմատում են։ Հա, տալիսմանի պես։ Ոնց, հա, տալիսմանի պես, այսինքն մի խոսքով
սնահավատություն ցուցաբերում են։ Ուղղակի բան superstition, ատալիզմանի պես վարամ ջան, հա, որ բայց հարցը հետևյալն է, հարցը չէ, որ Տիրոջ տաբանագի ներկայություն, մենք գիտենք Տիրոջ տաբանագը ինչ ներկայացնում է։ Ազո ներկայությունը, Տիրոջ տաբանագը ազո ներկայությունը ցուցաբերում է։ Արթուր եղբայր, դու կարաս ելք 25 10-ից 22 գարտալ։ Ելք 25 10-ից 22։ Հիմա այստեղը ուխտի տաբանագի մասին խոսում է, այո, մի քիչ երկար հատված է, բայց լավ կլինի, որ մի հատ նկատի առնենք ուխտի տաբանագի այդ կառուցվածքը, ինչ որ այստեղ տեսնում ենք, այո։ Եվ Սատիմի փայտից մի տապանակ շինեն, նրա երկարությունը 2 կանգուն ու կես, եւ նրա լայնությունը 1 կանգուն ու կես, եւ նրա բարձրությունը 1 կանգուն ու կես։ Եվ մաքուր ոսկով պատես նրան, ներսիցը ու դրսիցը պատես նրան, եւ նրա վրա շրջանակի մի ոսկի շրջանակ շինես։ Եվ նրա համար 4 ոսկի օղակ ծուլես եւ նրա 4 անկյուններին տնես, որ նրան մեկ կողմին 2 օղակ եւ մյուս կողմին 2 օղակ լինի։ Եվ Սատիմի փայտից ձողեր շինես եւ նրանց ոսկով պատես, եւ ձողերը տապանակի կողքերին եղած օղակներին անցկացնես, որ տապանակը նրանցով վեր առնվի։ Ձողերը տապանակի օղակների մեջ լինեն, նրանցից չհանվեն, եւ տապանակի մեջ տնես այն վկայությունը, որ ես քեզ պիտի տամ։ Եվ մաքուր ոսկից մի խավություն շինես, նրա երկարությունը 2 կանգուն ու կես եւ նրա լայնությունը 1 կանգուն ու կես, եւ 2 ոսկի քերովբեներ շինես, խավությունի 2 ծայրերի վրա, կառածո շինես նրանց, եւ 1 քերովբեն այս ծայրին եւ մյուս քերովբեն այն ծայրին շինես։ Քերովբեները խավությունից պիտի շինես, նրա 2 ծայրերի վրա, եւ քերովբեները տարածում լինեն թևերը վերևից իրանց թևերովը խավությունը ծածկելով, եւ նրանց երեսները դեպի իրար լինեն։ Քերովբեների երեսները դեպի խավություն լինեն։ Եվ խավությունը տապանակի վրա պիտի տնես, վերևիցը եւ տապանակի մեջ տնես այն վկայությունը, որ քեզ կտամ։ Եվ ես կհանդիպեմ այնտեղ եւ կխոսեմ քեզ հետ։ Խավության վրայից վկայության տապանակի վրա եղած 2 քերովբեների մետեղից են ամեն ինչ որ պիտի պատվիրեմ քեզ Իսրայելի որդիների համար։ Շնորհակալություն։ Այո։ Հիմա եթե նկար ցույց տանք, սրանում ամենս բամն է, ինչ որ խոսում ենք։ 2 ցողեր ունենք, օղակներու միջից անցնում է, 4 հոգի բարձրացնում է այդ ուխտի տաբանագը, եւ այստեղ ազո ներկայությունը մի խոսքով այնտեղ վերև լինում է 2 քերովբեներու, որ քերովբեները նրանք հadouk տեսակի ռեշտակներ են, եւ սա է ուր որ իհարկե զոհաբերություն բան, ինչ որ արյուն տապել ժողովրդի մեղքերու կավության համար, սրա նման բանն է։ Հիմա մենք չենք ասում, որ 100%-ով այսպես է, բայց սրա նման պես բանն է, ինչ որ Արթուր եղբայրը գարտած ուխտի այդ տաբանագի կամ սեղանի նկատմամբ։ Ուրեմն վերադառնալով մեր տեքստում տեսնում ենք, որ սա մի խոսքով դժվար իրադարձություն է Իսրայելի ժողովրդի համար։ Դժվար իրադարձություն է, մի խոսքով ցավալի իրավիճակ է, որովհետև Իսրայելի ազգը նմանավանդ է, որ այդ կանանու երկրի մեջ եղող ազգերից պարտվի, սա խնդիր է, ինչու որ Աստված նրանց խոստացած էր, որ այդ ազգերը ինք պիտի դա նրանց, բայց ինչ է, ուր է, ինչու համար չստացվեց մինչև հիմա, միտե մենք սխալ արեցինք, միտե հանցավորը մենք ենք, կամ Աստված ինչ չկարողացավ իր խոստումը բահել։ Հիմա այստեղը էլի վերադառնալով երեցների այդ հարցին, ինչու դերը մեզ այսօր ճարտես պղշտացների առաջ։ Եվ որ բադահեց այդպես, այո, այդ թաքնված մի խոսքով ծևով ազո անպաստանությունը կարող ենք տեսնել այնտեղ, բայց միևնույն այդ հասկացողությունը կա, որ եթե հաղթանակ կա Տիրոջից է, եթե բարդություն կա, էլի դերին գերիշխան է նրա վրա, այդ իրադարձության վրա։ Բայց նրանք ասացին, տալիզմանի նման մենք ուզում ենք, որ Տիրոջը ուխտի տաբանագը այնադեն սելովի մեջ էր, բերենք։
Եվ դա թող կա մեր մեջ եւ մեզ ազատի մեր ճշնամիների ցերկից։ Հիմա մի խոսքով, հա, Տիրոջը ներկայությունը, այո, իրենք գիտեն, որ այդ ուխտի դաբանակի հետ սերտորեն կապ ունի, բայց նրանք այստեղը խնդիր կա, որ Աստուծո ուխտի դաբանակը նրանց համար բարձաբես, ինչպես որ մենք այսօր կարող է զորունակ եկեղեցի գնանք եւ եկեղեցվո մեջ, չգիտեմ, ասինչ սրբի, ասինչ ասենք իրը կա, եթե այդ սուրբի իրը օգտագործենք, մեր գրբանը դնենք, կամ մեր բարձիդակ գիշերը քնենք եւ բարձիդակ տնենք, ավելի մեզ հետ լավ փախտ կբերի։ Նրանց մոդեցումը այդպես էր։ Չեն կարող ազո սուր բաներու նկատմամբ այդպես վարվել։ Չեն կարող։ Ոյ մեգատեն, գիտեք, ասված եւ որ մի խոսքով, եւ որ մենք ների գալիս ենք, ուր է իր ասված ասում ենք։ Սխալ բան կա այստեղ։ Ինչու համար Իսրայելը բարդվեց, եթե ասված ասած էր, որ նրանց այդ կանանու երկրի ժողովուրդը իրենց ցերկը կտա։ Ժողովուրդը ուրեմն մեղքի մեջ են։ Մեղքի մեջ է, մենք գիտենք, արդեն առաջնորդությունը մեղքի մեջ է։ Այդ ոպնին Բենեհեսը, նույնիսկ նրանց հայրը Հեղինալ լրիվ գադարյալ արդար մարդ չէր։ Այո, ավադացյալ մարդ էր, ավադում ենք, բայց լրիվ արդար չէր։ Ինչու աչարություն անում էր նրա զավակների նկատմամբ։ Եվ նայեցեք, հետո ուրիշ բանը մի անդրադառնանք այստեղ, հիմա շարունակենք հաջորդ ամառը գարտալով, զորքը մարդ ուղարկեց սելով։ Եվ այնտեղից վերցրին գերոպեների վրա նստած զորությունների տիրոջ ուխտի տաբանակը եւ եղի երկու որդիները, Ոպնին ու Պենեհեսը այնտեղ էին Ազո ուխտի տաբանակի հետ։ Հիմա այս արդայությունը վերջին իմդի ունենանք, հետո մի քիչ կանտրատարնանք նրա վրայով գզուրուցենք։ Եվ երբ տիրոջ ուխտի տաբանակը բանակի մեջ մտավ, ամբողջ Իսրայելը մեծացան աղաղեց եւ գեդինը դղրտաց։ Փրկշտացիները լսելով այդ աղաղի ցայնը ասացին. այս ինչ բարձրացան աղաղը եբրայցիների բանակում, երբ իմացան, որ տիրոջ ուխտի տաբանակը եկել է բանակադեղի, փրկշտացիները վախեցան, քանի որ ասում էին, ասված եկել է բանակի մեջ, Էլոհիմ։ Նաև ասացին, վայ մեզ, որովհետև մինչև հիմա այսպիսի բան չէր եղել։ Վայ մեզ, ով պիտի ազատի մեզ այս զորավոր Էլոհիմ։ Ասված բառը Էլոհիմ դեպ ինքը հոգնագի իմաստով է, բայց այստեղ հայերնով մեկ հատ ասված ասում է 7-րդ համարում, մեկ հատ ասվածների ասում է։ Ինչու նրանք այդ խտրությունը չեն դնում։ Մեզ համար մենք գիտենք, որ նրանք ճշմարիտ մեկ Աստծո վրայով չէ։ Իրենց համար կարևոր չէ, ասվածներ։ Սրանք են այն ասվածները, որոնք Եգիպտոսին ամեն տեսակ հարվածներ հասցրին անաբադի մեջ։ Հիմա այստեղը առաջ որ այդ վերջին մասը անդրադառնանք 8-րդ համարի, նայեցեք, նայենք երրորդ հարցը։ Երկրորդ հարցի պատասխանի հետ սերտորեն կապված, որն է երկրորդ սխալ հաշվարկը, որ իսրայելցիները արեցին հաղթանակ տանելու իրենց ջանքերում։ Նայեցեք 4-րդ համարը։ Հիմա առաջին ասենք այդ սխալ հաշվարկը նա էր, որ Աստծո ուխտի տաբանակը ոնց որ ինչպես Արթուր եղբայրս ասեց, Վարամ եղբայրս ասեց, գախարտական տալիսմանական այդ քահապարը ունեին այդ սուրբ իրի նկատմամբ, որ Աստծո ներկայությունը կներկայացներ։ Հիմա երկրորդ 4-րդ համարում ինչ է այդ երկրորդ սխալ հաշվարկը, որ իրենք անում են։ Ինչու, որտեղ նրանք ուզում են ախտարակ տանել, այո։ Հեղիների որդիներու ներկայությունը խնդիր է, այո։ Եվ իրենք պետք է գիտնային, որ եթե նրանց ներկայացիչը, այսինքն ուխտի տաբանակի ներկայացիչը մարդկային այսպիսի մարդիկ են, սա խնդիր է։ Իրենք կարան մտածեն, որ եթե տապանակը բերում են, Աստված իրանց հետ կլինի, ոչ թե անդրադառնում են, որ իրանք սխալ կյանքով են ապրում, անապաշխար կյանքով, եթե Աստված հետները չի, ապնապաշխար։ Հիմա առաջին սխալը, նրանց առաջին սխալ հաշվարկը նա էր, որ իրենք կարծեցին, որ Աստծո այդ սուրբ իրը կարան օգտագործել իբր good luck charm, այսինքն տալիսմանի պես։
Այսինքն sense Հա։ ապաշխարություն չէր տաբանակը բերել, դա ապաշխարություն նշում չկար մեջը։ Չէ, չէ։ Այսինքն իրանք մտածում են, որ տաբանակը կա, արդեն Աստված իրանց հետ կլինի։ Կարևոր չէ իրենց սխալը ինչ արած են, ինչպես մանավանդ երկրորդ մասը Արկադի եղբորս ասի նման այդ երկու մարդիկը, որ երբեք պետք չէ գաբ ունենային, բայց նրանք որտեվ ծառաներն էին, պաշտոնական ծառաներն էին, թեև հավատարիմ հոգևոր ծառաներ չէին, հոգևոր չէին իրենք, հավատացյալ չէին իրենք, մենք սերտեցինք սա, եւ որ երկրորդ գլուխը արտադրացանք, եւ այդպիսի առաջնորդություն, այսպիսի սուրբ իրիմը հետ, Աստծո այդ ուխտիտաբանակի հետ, առավել արդեն երեցների հասկացողությունը, որ ասեցին, գնանք ուխտիտաբանակը բերենք, որովհետեւ մենք կարողանանք հաղթել, դժնամիների ցերկից ազատվել։ Սխալ մոդեցում է սա։ Այսինքն մի խոսքով չես կարող ազո ուխտիտաբանակը, ասա որ մենք չունենք, բայց մենք ունենք ազո խոսքը համեմատելով։ Չես կարող ազո խոսքը օգտագործել քո նպատակների համար, երբ դու իբր ժողովուրդ, իբր առաջնորդություն ազո արչև շիդակ ծևով չեք գաբրում եւ չեք ծառայում։ Մի կարծեք, որ Աստված պիտի իր օրհնությունը տա։ Հնարավոր չի այդպես։ Պիտի չլինի։ Բայց նրանք ոնց որ գույրորեն կարևոր չէ մեր կյանքերը, մեր առաջնորդությունը, մեր ծառայությունը Տիրոջ արչև շիդակ է, շիդակ չէ, մենք կարևորը մենք այդ տաբանակը կբերենք եւ Տերը ինք մեզ պիտի ազատի։ Այսինքն նրանք համոզված էին։ Եվ հետո մյուս հարցը, 4-րդ հարցը նայենք, արդյոք բղշտացիների վախը հիմնավորված է։ Այո, ինչու որովհետեւ նրանք որոշ բաներ լսած են Իսրայելի ազո գործերի վրայով, այո, լսած են եւ հիմքը սա է, նրանք արդեն իրենց բեռնովը ասում են, որոնք Եգիպտոսին ամեն տեսակ հարվածներ հասցրին, նայեցեք, հետեւյալ արդարությունը կարևորը նկատի ունի, անաբադի մեջ։ Հիմա մեկը կարա ասել, որ միթե աստեղը սուրբ քրային սխալ գա, ոչ, ինչու թիվ 1 Եգիպտոսը ինքը արդեն անաբադային երկիր է, եւ սա մենք եւ որ ասում անաբադի մեջ սա չի նշանակում ոնց որ նրանք 40 տարի որ դարձան այդ կողմերը նրա մասին չի խոսում որ ասում է Եգիպտոսին ամեն տեսակ հարվածներ 10 հարվածների մասին նրանք մտորում են թիվ 1 Եգիպտոսը անաբադային երկիր է մեծամասնությամբ թիվ 2 հնարավոր է որ Սուրբ Գիրքը ինք արձանագրում է ճշգրտորեն ինչ որ նրանք սխալ երբով հասկացած էին բղշտացիները այսինքն բղշտացիները սխալ գաղափար ունեին որ եգիպտացիները ուր բաճվեցին անաբադում ինչը մենք գիտենք որ քաղաքներում եղավ ինչու որ քաղաքներում մեջ եղավ այդ բոլոր 10 բադիժները ինչպես որ մենք գիտենք օրինակ երբ օծը եկավ սատանան եկավ Եվայի Ադամի որբեսի նրանց փորձի սուսուտ բաներ խոսավ Աստվածներու պես կլինեք եւ այլն եթե ուտեք այս պտուղից կամ Սատանան Ղուկաս 4-ում Մատթեոս 4-ում եկավ Հիսուսի սուսուտ բաները սկսավ խոսել որբեսի փորձեն նրան քեզ գտամ չգիտեմ ինչ այս հաց քարերը հացի վերածեվան Սուրբ Գիրքը գրում է ինչ որ ճշմարտաբես ըսված է նկատի չունենալով որ միթե այդ ըսված բանը ճշմարտություն է կամ սուտ է եւ այս բարակայինալ այդ բղշտացիները կարող է որ նրանք սխալ հասկացած լինեին այդ արմով որ այդ հասկացողությունով որ իրենք կարծում էին որ ինչ որ բադայեց նրանց հետ անաբադում եղավ բայց էլի կարող է որ ավելի ընդհանրական արդայություն է անաբադի մեջ Եգիպտոսը նկատի ունենալով որ ավելի անաբադային երկիր է հետո նրանք ասեցին ուժարեք եւ քաչ եղեք ով բղշտացիներ մի խոսքով նրանք ինքնիրույն այդպես խրախուսում են Գուցեև ստրուկ դառնակ, ծառադառնակ եգիպտացիներին, ինչպես եբրայցիներին, ինչպես նրանք մեզ ծառա եղան։ Ինչու որ մենք գիտենք դատավորացի մեջ որքան ադեն նրանք եբրայցիները քիչով կամ շատով ծառա էին բղշտացիներին։ Եվ մենք ասում են, որ մենք չենք ուզում նրանց պես լինել։ Ուստի քաչ եղեք եւ պատրաստեք։ Նայեցեք Նույնիսկ
իրենց այդ սկզբնական մտածելակերպը, վախը, որ նրանք ունեցան, այդ վախը չթողնեց նրանց, որ նրանք ասեն, վերջ, մենք արդեն այսօր կրվեցինք, պարտվենք, չէ, դու էլի շարունակի մինչև վերջ քո բաժինդ արա, հիմա 5-րդ հարց, ինչ հագատրություններ են ակնհայտ իսրայելացիների և փղշտացիների վերաբերմունքի միջև, հիմա 5-րդ համարից մինչև 9-րդ համարը որ նայենք, առնվազն գլխավոր հագատրությունները ինչ են, նրանց կեցվածքի վերաբերմունքի և եբրայցիներինը, ինչ կարանք ասել, Փղշտացիք մտածում էին, որ իրանք պարտված են, բայց դեռ ոչինչ գնանք փորձենք, իսկ հրեա ժողովուրդը իրանք մտածում էին, որ դե տապանակը մեջն է հաղթելու են այդ հագատրությունը։ այո, ադի մեկ հագատրություն է գլխավոր, այո, ուրիշ բան կա, որ կարանք ասել, կեղծ հավատքի վրա են հիմնված գոռալու եւ փղշտաց իսրայելցիները, որ ցույց են տալիս արտակնապես այդ պահին, որ տապանակը ներսեր գալու, գոռացին բարձր ձայնով, մտածելով, որ ինչ որ ուժ կստանա այդ գոռալու հետ կապված, իսկ փղշտացները երևի իրանց Աստծո մասին ավելի մեծ կարծիք ունեին, որ ոչ թե կարծիք լսած էին, որ այդ գոռոցը Աստծո զորություն կա, վախեցան։ Այսինքն նրանց իրական Աստծո վստահելու զորության վրա էր, փղշտացիները վախենալու, իսկ իսրայելցիները կեղծ։ Այս մի խոսքով այո, նրանք ավելի ազնիվ էին իրենց հասկացողության մեջ, քան թե իսրայելացիները։ Որ իսրայելցիները այդ կերպով երբ որ գալիս են, հաղթանակ են տանում, այսինքն Աստված իրանց հետ Աստծո ներկայությունը ավելի ազնիվ էին, ավելի Այո, սուտ հույս էր սա իսրայելացին վրա։ Կարծես փղշտացիների հավատքը Հա, տպավորությունը տենց է, որ վախեցան արտահայտել։ խորցից ելնելով, այսինքն Հենց դրա մասին է խոսում, իրար գիտեին Աստծո զորությունը։ Լսած էին, որովհետև իհարկե իսրայելացիներն ա գիտեին, բայց փղշտացիները այո, ավելի հավատ ցույցաբերեցին Աստծո վրա։ Բարձր գոռում էին, թե չէին գոռում։ Ինչպես։ Եգիպտոսից դուրս գալու ժամանակ չէին գոռում, չէ՞։ Երիքովի Հա, պապ այդ ժամանակ էին գոռում էին, ինչ որ մի պահ կար, որ հիշում եմ, այս պահ կար հատված։ Գեդեոնի ժամանակ չէին գոռում։ Անգամ եթե կրվեին։ Հա։ Անի Հերիքովի բարակային, այո։ Գեդեոնի ժամանակ էին, որ Ադալ ուրիշ, այո։ Այդ ձայնը ուզում ասեմ փղշտացիներին ծանոթ էր, որ Աստված Իսրայելի ժողովրդի հետ գալիս է։ Well, ինչու դեմ դիմաց են, շատերու չեն իրար մե, արդեն լսում են այդ մեծ աղագը։ 6-րդ հարցը անդրադառնանք։ Ինչու են փղշտացիները խոսում Իսրայելի աստվածների մասին միակ ճշմարիտ Աստծո փոխարեն։ Հարցը հետևյալն է նամանավանդ, ինչ սկզբունք ենք սովորում։ Ինչու է խոսում փղշտացիները։ 6-րդ համարը 4։ Հիմա նրանք Աստծո կամ աստվածների մասին խոսում են, քան թե ճշմարիտ Աստծո մասին խոսան, ինչ սկզբունք ենք սովորում նրանց արտահայտությունից։ Օրինակ են տեսնում։ Ինչ առումով սխալ օրինակ։ Իսրայելցիները ժողովուրդը ոնց որ իրանց այդ իսկինի աստվածով չեն կարող ճիշտ օրինակ Սխալ օրինակ են դեսել։ Ինչն է ճիշտը, այս կավչեգը չվերցնել, չէ՞։ Ինչն է ճիշտը, ոնց իրանք իրաց ճիշտ բանը։ Հիմա իհարկե մենք կտեսնենք քալ անգամ, որ Աստծո ուխտի դաբանագը գնում է փղշտացիների մոտ, բայց Աստծո գամքի համացան Աստված նրանց պիտի նրանց դաստիարակի, դաս սովորեցնի։ Ցար, բայց այս բարակայում բարձաբես իբր սկզբունք ինչ կարող ենք սովորել 6-րդ հարցի նկատմամբ։ Ինչ սկզբունք ենք, ասի ոնց որ կորզնական սկզբունքը ինչ կարող ենք սովորել այդ փղշտացիների խոսքից։ Նա 8-րդ համարում ինչ ասեցին. Վայ մեզ ով պիտի ազատի մեզ այս զորավոր աստվածների ցերկից։ Սրանք այն աստվածներ են, որոնք Եգիպտոսին ամեն տեսակ հարվածներ աստրին անաբադի մեջ։ Հիմա աստվածներու մասին խոսում են։ Հիմա Էլոհիմը հոգնագի, այո, բայց
մենք այստեղ նկատի առնենք, որ նրանք մեկ ազգով վրա չեն կենտրոնացած, ճշմարիտ ազգում վրա չեն կենտրոնացած, հա, Փրկշտացիները բազմաստվածությունը հիմնաշտում, հա, իրանք մտածում էին այդ Եգիպտոսի հարվածները ամեն հարվածը մի աստված էր հարվածում։ այդ առումով այո, garanք այդպես մտորել եւ միևնույն հիմա իդ վերա Տարբեր հարվածներ էր, հա։ դարբեր հարվածներ էր, այո։ Եվ եթե մենք ուսումնասիրենք, կարող է գիտեք, հա, որտեղ ինչու Իսրայելի Աստվածը, ճշմարիտ Եհովա Աստվածը Եգիպտոսի տարբեր աստվածների թեմ պատերազմեց։ Եվ եթե այդ տարբեր աստվածների հատկությունները նայենք, ինչու համար Աստված ինք որոշեց, ասենք, գորդերը, կամ մարախները, կամ այդ կամ մյուսը, որովհետև նրանք որոշ աստվածներ ունեին, որ ամեն մեկը այդ բանի վրա այդ աստվածն էր։ Եվ Աստված այդպես անելով ցուցաբերեց, որ միակ Աստվածը ինքն է։ Ոչ թե նրանք են, եւ Աստված ցուցաբերեց, որ ինքը ամենում վրա Տեր է։ Հիմա սրանց բարակային իհարկե, փրկշտացիներու բարակային, փրկշտացիները իրենց համար կարևոր չէր։ Մեկ Աստված է, կամ բազմաստվածներ են, բայց մեկ բան աստեղ են տեսնում ենք, որ այո, իբր սկզբունք կարևոր չէ ով է, ինչ տեսակի Աստված է, միտը ճշմարիտ Աստվածն է կամ ոչ, այդ անողը։ Եթե վերջի վերջո չհասկանանք, որ մեր կյանքի այս իրադարձությունները, դժվարությունը, նեղությունը, ասենք ցախողությունը, ինչ որ է, մեկ Աստծո կողմից եկած է։ Կա չի կարելի տարբեր աստվածներ լինի, եթե տարբեր աստվածներ ամեն մեկը միտը ինքը ինչ ուզում է անել, ուզում է ոնց որ սա իմ ասենք տարածքս է, տերիտորին է։ Սա քո տարածքն է, սա մյուսի տարածքն է։ Մեր ճշմարիտ Աստվածը իբր սկզբունք այդպես չի անում։ Մեր ճշմարիտ Աստվածը ամեն բանի վրա։ Ամեն բան նրա ցերքում է։ Իրենք իհարկե այդ հասկացողությունը չունեին։ Նրանց համար, ով պիտի ազատի մեզ այս զորավոր աստվածների ցերքից։ Եվ իրենք գիտեին, որ այս աստվածները նրանք է, որ ընկճեցին Եգիպտոսը, այդ մեծ ազգը այնատենվա։ Եվ ուժ արեք, քաչ եղեք, փրկշտացիներ եւ այլն։ Հետո նայեցեք ինչ եղավ։ Եվ երբ փրկշտացիները պատերազմեցին, Իսրայելը հաղթվեց։ Եվ ամեն մարդ փախավ իր վրանը, սա արտահայտություն է, ամեն մարդ փախավ իր վրանը, այսինքն ամեն մարդ իր դունը գնաց, հա, ով որ ողջ մնաց իհարկե։ Եվ շատ մեծ գորուստ եղավ։ 30,000, սկիզբը 4,000 արդեն կար, այդ սկզբնական փուլում, նրանք կարծեցին, որ կարող են հաղթել փրկշտացիներին, ուխտի դաբանակը բերեցին, նայել չհաջողվեց, 30,000 եւ ասում է շատ մեծ գոդորած եղավ, Իսրայելից 30,000 հետևակ զորք ընկավ։ Վերցվեց նաեւ Աստծո դաբանակը։ Հիմա Աստծո դաբանակը վերցվելու այդ խորհրդանիշը ինչ նշանակում է։ Աստծո զորությունը այլևս իրաց մեջ չկա։ Չկա։ Իսրայելի մեջ Աստծո զորությունը չկա, եւ թիվ 2 իրենց մտքում ինչ կասկած դնում է։ Իրենց աստվածները ավելի ուժեղ են, ծեր աստվածը անկան ուժեղ չէ, եւ այդ արդեն հասկացողությունով աճոտ գլուխը տեսնում ենք, ինչպես փրկշտացիները վարվում են, բայց Աստծո ներկայությունը ուխտի դաբանակի միջոցով արդեն նրանց խնդիրներ պիտի անե, լուրջ խնդիրներ պիտի անե, եւ ասում է, ուրեմն Աստծո դաբանակը վերցվեց, իս հեղի երկու որդիները, Ոբնին եւ Փենեհեսը սպանվեցին։ Հիմա մենք գիտենք, որ երկրորդ գլուխ 34 համարում արդեն Տերը խոստացած էր։ Տերը ասած էր, որ ինչ կպատահի նրանց հետ։ Կմեռնեն ասելով։ Եվ մի օրվա մեջ Տերը այդպես ասած էր իր մարգարեի միջոցով։ Տիրոջը խոսքը մարագրգիտորեն Տերը որ որոշ ասենք այդ մանրամասնությունները դա իր խոսքի մեջ պետք է ուշադրություն դարձնենք։ Ինչու սա ասում եմ, որ կորզնական առումով մեզ համար չասենք, որ ես արդեն այս մասը հնազանդվեցի, այդ մնացած մասը թող չի լինի Սավուղի պես 15-րդ գլխում։ Սամվել մարգարեն ասեց, ես խոսքը մտի կարեցի, ինչպես որ ուզեցի կարեցի, այդ մնացած մանրամասնությունները երկրորդական, երրորդական չկա այդպես բան։ Դեռ եւ որ բանը ասեմ ես։
ամեն ինչ պետք է ուշի ուշով նկատի ունենանք, որ չլինի, որ հետո մենք հանցավորել ենք իր արջևը, մեղաբարտ լինենք, որ դեր ասե, ես քեզ ասացի եւ դու չարեցիր, արդեն պիտի ասե, սավուղի, այդպիսով, բայց հիմա իհարկե այնտեղ չենք, բայց սա իբր պատկերազարդումը սուպկրային, բայց վերադառնալով մեր տեքստին, ասում է 11-րդ համարի մեջ Հեղի քահանայի երկու որդիները Ոբնին ու Փենեհեսը սպանվեցին մի օրվա մեջ։ Եվ Բենյամինի ցեղից մի մարդ նույն օրը բանագից վազելով հասավ սելով։ Բավական տարածք էր սա, երևակայեցեք հիմա այդպես մի չէ, որ հերախոս ուներ, գարար զանգել, ասել, որ ես գալիս եմ եւ այլն, չէ, այդպես չէ։ Բավական տարածք էր սա, եւ նրա հանդերձները բادرոտված էին իսկ գլխին հող։ Հիմա այս արդայությունը ինչպես գիտենք հոբի բարակայինալ այն օրերուն, այն սովորություններուն այդ միջին արևելքի մասում եւ որ մեկը իր հանդերձները բادرոտ է, իր գլխին վրա հող ցանե, ինչի նշան է։ Սուքի նշան է, որտեղ բարդության մատնվեցին։ Արդյոք 7-րդ հարցը։ Արդյոք Աստված հոգեդանում իր հեղինակության մասին։ Երբ եւ ինչու է նա թույլ տալիս, որ այն իր հեղինակությունը ժամանակավորապես կարող է արհամարհվի։ Ինչու որտեւ այստեղ ինչ ասում է, թե Իսրայելը բարդվեց, թե 30,000 սպանվեց եւ վերցվեց նաեւ Ազո տաբանակը։ Ուրեմն Ազո իշխանության վրայով միթե ասված երբ եւ ինչու նա թույլ տալիս է, որ իր հեղինակությունը, իհարկե մենք գիտենք, որ Աստված իր հեղինակության վրայով այսին կարևորություն է դնում։ Աստված երբեք չի ասում, Աստված ամեն բանից առաջ իր փառքը ուրիշի չի տալի։ Որտեղ թիմեք ոչ մի անձ, ոչ մի հրեշտակ չի կարող փառք սված բանը դժմարտապես կործածի։ Մեղքի հարց կլա, բարդության հարց կլինի այդ կապ ունեցող, մենք գիտենք սատանան ինչպես ուզեց այդ փառքը աստվածային եւ մեղքի մեջ ընկավ։ Ուրեմն Եդ վերադառնալով մեր հարցին, երբ եւ ինչու է նա թույլ տալիս, որ նրա հեղինակությունը ժամանակավորապես արհամարհվի։ Ըստ այս համարներին։ Եվ որ ժողովուրդը մեղքի մեջ է ընկնում, այնատեն Աստված կարող է թույլ տա։ Երբ եւ ինչուն արդեն միևնադեն այստեղ տեսնում ենք։ Շատ բարձ է։ Երբ Աստծո ժողովուրդը, պատկերացրեք մեր եկեղեցիները։ Երբ մենք իբր եկեղեցու անդամներ, եկեղեցու մեջ ծառաներ, նույնիսկ եկեղեցու առաջնորդներ, ինչպես որ այստեղ 11-րդ համարում Ոբնին եւ Փենեհեսը ունենք։ Նրանք անևա առաջնորդներ էին, բայց առաջնորդներից էին ասելով, սա չի նշանակում, որ ժողովուրդը սիրում էր նրանց։ Մենք գիտենք, տեսանք, որ ժողովրդի հետ խնդիր ունեին, մեղքերի մեջ էին, լուրջ մեղքերի մեջ էին, եւ նրանց հեղինակությունը չարաշահում էին։ Եվ այս բարակայինալ չարաշահեցին։ Այսպես երևնալով, որ նրանք տաբանակի հետ եկան, իրենք են մի խոսքով երոսները։ Բայց Աստված իր փառքը ուրիշի չի տալի։ Աստված այո, կարող է իր կամքի համաձայն ժամանակավորապես թողնի, որ իր հեղինակությունը արադավորվի։ Մարդիկ Աստծո անունը հայոյեն, ծաղրեն։ Այդ ժամանակը կարող է մի քանի շաբաթներ լինի, մի քանի ամիսներ լինի, մի քանի տարիներ, մի քանի հարյուրավոր տարիներ, չգիտենք, արի Աստված գիտի։ Բայց Աստված գիտենք, որ վերջի վերջո երբեք չի թողնում, որ իր հեղինակությունը, իր անունը ընկնի վերջնական ցեով այնպիսի կերպով, որ ինքը փառք կորցնե։ Չկա այդպես բան։ Եվ մենք գիտենք, դերեկամի քալ անգամ քալ շաբաթ կտեսնենք, ինչպես Տերը իր հեղինակությունը կվերահաստատի ոչ թե միայն Իսրայելի առաջ, ապա թշնամի առաջ էլ։ Թշնամի առաջ էլ։ Եվ ասում է հետո եւ Բենյամինի ցեղից մարդը վազելով ասավ սելով, նրա հանդերձները բادرված էին եւ գլխին հող,
Եվ երբ նա այնտեղ ասավ, հեղին նստած էր ճանապարհին։ Աթոռի վրա եւ սպասում էր։ Ինչ սպասում էր։ Ասում է, որովհետև սիրտը դողում էր Աստծո տապանակի համար։ Հաջորդ հարցը, 8-րդ հարցը։ Ինչ կարող է ցույց տալ 4-րդ եւ 10-րդ համարների համեմատությունը։ Հիմա 10-րդ համարի մեջ հեղի մասին խոսում է, սպասում է, ինչ սպասում է, ումի սպասում, ումի չէ, ինչի սպասում էր։ Ուխտիդաբանակին։ Տեքստը չի ասում, որ ինքը սպասում էր նույնիսկ իր երկու որդիներին։ Մենք չենք ասում, որ ինքը ուզում էր, որ որդիները մահացած լինեն, չէ, բայց իր նախնական ակնկալիքը նա էր, որ միթե Աստծո ուխտիդաբանակը խերով ու բարով հետ կվերադառնա։ Բայց 4-րդ համարում մենք ինչ կարտացել ենք։ 4-րդ համարում կարտացել ենք, որ իր որդիները Օպնին եւ Փենեհեսը ուխտիդաբանակի հետ էին։ Հիմա հարցը հետեւյալն է, եւ որ համեմատենք այս երկու համարները 4-ը եւ 13-ը, ինչ կարող են եզրակացնել, ինչ կարող են այդ համեմատությունը ցույց տալ։ Սամուելի մարգարեության ժամանակ ասել էր, որ երկու երեխեքն են մեռնելու ու ինքը մի օրում, բայց ուխտի տապանակի համար բան չէր ասել, որ ուխտի տապանակն էլ գերի կմնա։ Okay, բայց մա անձնավորություններու նկատմամբ բայց ուխտի տապանակը հետ կբերի։ Ասված իհարկե իր անունը պաշտպանելու, իր հեղինակությունը պաշտպանելու հետևից է։ Մի քիչ առաջ խոսանք, որ ժամանակավորապես գարային կթույլ տալ, բայց այս երկու համարներու մեջ տեսնելով հեղին եւ նրա երկու որդիները համեմատությունը, բարձ համեմատությունը ինչա, որ այդ մարդիկը գնացին նպատակին իհարկե աստե չի ասում ոչ մի բան, բայց նրանք որովհետև այդ ուխտիդաբանակի հետ կապ ունեցող ծառայության մեջ ներգրավված էին, գնացին պատերազմի դաշտ, որբեսի հաղթանակ ձեռք բերեն, բայց այստեղը մենք տեսնում ենք, որ հեղին ինք տարբեր մոդեցում ունի ուխտիդաբանակի առումով, ասում է սիրտը տողում էր Աստծո տապանակի համար, ինք մտահոգված է, երբ մյուսները գնացին ուրախության դրդապատճառով, հեղին ինք մտահոգված էր ուխտիդաբանակի համար, եւ իհարկե ինք սպասում էր աթոռի վրա, ինչու որ ինքը լուր չունի պատերազմը ոնց ստացվեց, հեղի մոդեցումը ավելի իհարկե առողջ էր, մյուսները այդպես չէր, մյուսների համար էլի նորից շենք, որ սնահավատություն ունեին, superstition ունեին, այդ թալիսմանական, այդ գախարտական մոդեցումը ունեին, Աստծո ուխտիդաբանակի առումով, բայց հեղի համար նա չէր։ Եվ այդ մարդը եկավ, հիմա մարդը գալիս է, հեղին դեռ լուր չունի, եւ քաղաքին պատմեց, ամբողջ քաղաքը աղաղեց, հեղին լսելով այդ աղաղակի ձայնը, ասաց. Այս ինչ աղմուկի ձայն է։ Դերինքը լուր չունի, ինչ պատահեց։ Եվ իսկույն այն մարդը վազեց, եկավ ու հեղին պատմեց։ Հեղին 98 տարեկան էր, աչքերը մտնել էին, մենք գիտենք, որ իր աչքերը լավ չէին տեսնում այլևս, եւ չէր կարողանում տեսնել։ Եվ այն մարդը հեղին ասաց. ես զորքից եկողն եմ, ես այսօր փախա մարդի դաշտից։ Եվ հեղին ասաց. ինչ եղավ որդյակ իմ։ Լրաբերը պատասխանեց ու ասաց. Իսրայելը փախավ փոշտացիների առջևից, զորքի մեջ էլ մեծ կոտորած եղավ, եւ քո երկու որդիները, Ոպնին եւ Փենեհեսն էլ սպանվեցին, եւ Աստծո տապանակն էլ գերի վերցվեց։ Եվ երբ նա հիշեց, ասաց, խոսաց Աստծո տապանակի վրայով, հեղին աթոռից մեջքի վրա ծած ընկավ, այսինքն ընկավ գետին դրա մոտ եւ նրա վզի ոսկորը կոտրվեց ու նա մեռավ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր։ Նա 40 տարի դատավորություն էր արել Իսրայելում։ Դե դատավորություն արել էր եւ իհարկե կանայություն էլ արել էր։ Որն է 9-րդ հարց։ Հեղիի մահվան հիմնական պատճառը։ Որն է։ Ուխտիդաբանակը։ Սա
Սա չի նշանակում իհարկե, որ ինքը չողբաց իր որդիների նկատմամբ, ինք գիտեր արդեն, մարգարեությունը եղած էր, եւ ինք ասած էր, չէ, թող Տերը ինչ որ ուզի, նա թող լինի։ Ինք այդպես ասեց, չէ, Սամվելի։ Բայց մենք տեսում ենք, որ Սիրտը դողում է ուխտի տապ։ հա, ուխտի դաբանագի համար եւ այստեղ արդեն իսկ մի խոսքով շեշտադրում է նորից, որ ուխտի դաբանագի վրայով է, որ ինք մտահոգված էր եւ լսեց ուխտի դաբանագի մասին ինչ եղավ, այնադեն ինքը ընկավ ասում է։ Էլի չայբանենք հեղի ասելով, որ ինք երկու որդիներից այլևս ինքը իր հոգսը չէր նրանց վրայով, ինք ցերպազատվեց նրանցից, նրա մասին չէ։ Բայց ինք քիչով կամ շատով տեսնում ենք, որ արդար մարդ էր։ Այո, սխալներ ուներ իր որդիների նկատմամբ, չէր հանդիմանում նրանց, բայց արդար մարդ լինելով տեսավ ինչ պատահեց եւ ընկավ։ Ուրեմն երկրորդ մասը 9 հարցի ինչ կպատմի այս իրադարձությունը նրա հոգևոր առաջնորդության մասին։ Այսինքն մեզ ինչ կասի նրա հոգևոր առաջնորդության մասին, որ ինք, այո, իր միտքը Աստծո ծառայության վրայով էր, կատարյալ չէր։ Սա չի նշանակում, որ մենք պետք է իբր հոգևոր ծառաներ հեղի նման լինենք։ Ինչու որովհետև մենք չենք ուզում, որ սա լինի իբր նմուշ։ Չէ, սա մի պատկերն է, մի օրինակն է Սուրբ Գրքում, որ թերի օրինակ է, լավ օրինակ չէ, իբր հոգևոր առաջնորդ։ Հոգևոր առաջնորդը չի կարող ասել, որ զավակներս թող ասանք լինեն, անանք լինեն, բայց ես կարող եմ Տիրոջ ծառայում եմ։ Ադանք չի կարելի։ Երեք երեկոյան մեկում հետ կխոսայի, նայեցա տեքստը կապ չանդրադարձա, հետո նայեցա, որ ահավոր բամը պատահել է Սանտա Մոնիկայում Ամերիկա, 3 պատահեց։ Մեր Գրեյս Եգեյեցվո կարող եմ ասել լավագույն երգիչը Սևամորտ եղբայրն էր, 71 տարեկան։ Մենք ես եւ գինս քանի անգամ իրեն լսած ենք, միշտ օրտված ենք։ 3 տղա զավակ ունի եւ տղակներից մեկը նրա սպաներ է։ Հա, իր հորը։ Ահրելի բան էր, ասենք ապշած էինք, որ ինչ է ասելով։ Չգիտեմ, բայց Սուրբ Գիրքը ինչ ասում է, մարտասպանը ավիդենական կյանք չունի ասում է, չէ՞։ Չէ, ինքը հոգևոր էր։ Դղաները չգիտենք, ես չգիտեմ։ Բայց լուրերու մեջ է, այսինքն հիմա ինք այո հովիվ չէր, ես չեմ ուզում ծանրանալ նրա ասենք ծառայության վրա, ինքը երկող էր, նույնիսկ այսինքն դարիներով ուրիշ ոլորտներում երկած երած է, ինչ որ լսեցինք, բայց մեր զավակները կարևոր են, որ ուշադրություն դարձնենք, որ ինչպիսի կյանքեր ունեն, խոչընդոտ չլինեն մեր ընտանիքներուն, լսեցինք, որ ինք եւ գինը լավ հարաբերություն ուներ, բայց այլևս ինչ դրդապատճառ էր այդ դղու համար, որ իր այդ հայրը սպանն է, հոյակապ ցայն ունի եւ երկու շաբաթ հետք մեր Գրեյսի ծննդյան հայդակրուի ընթացքում ինքը սովորաբար երգում էր եւ սովորաբար 5 շաբթի ուրբաթ շաբաթ կիրակի 4 օր երեկոները նույն ծրագիրը անում էին, որը անգամ ժողովուրդ կա այդ 3000 հոգունոց տալիջը չի պավում նրա համար 4 օր անում են, որ դարբեր անցիկ դոմսերով մոդիկանան եւ այսպիսի բամը ուրեմն կարևոր է, որ այո, մեր զավակները խոչընդոտ չլինեն մեր ծառայության։ Այո, տունը, այո։ Չես։ Չգիտեմ, չէ։ Հա, գինը կարծեմ ոստիկանության լուր տված է, որ այսինքն տեսնում ենք ինչպես մեկումը զավակը կամ զավակները ոպնի եւ բենեհեսի նկատմամբ օրինակ կարող են խոչընդոտ դառնալ հեղի ծառայության եւ վերջո հեղին իր սերունդը այդ ծառայությունը գործընծրեց Սատովկի կանայության Սատովկի ասենք այդ ընտանիքի այդ մասի գնումա հետո բայց միջև Աբիաթարի ատենը շարունակվում է որոշ ատեմը հետո արդեն Սողոմոնի օրով ինչ որ արդեն խոսած էինք այլևս Սատովկի գոմը գնումա եւ
վերջնականապես հեղիի ցեղից մեկը չի լինում ծառայության մեջ։ Եվ շարունակելով 19 համար եւ նրա հարցը Փենեասի գինը հղի էր ծնելու մոտ եւ երբ լսեց Աստծո տապանագի կերի վերցվելու եւ իր սկեսրայրի ու ամուսնու սպանվելու լուրը ծնկի եկավ ու ծնեց, որովհետեւ ցավերը բռնեցին նրան։ Ուրեմն մի անգամից եւ երբ մեռնում էր, այստեղից իհարկե տեսնում ենք, որ ինք մահացավալ դնտապերությունից յետքը։ Նրա մոտ կանգնած կանայք նրան ասացին. մի վախեցի, որովհետև տղա ես ծնել, բայց նա չպատասխանեց եւ ուշադրություն չդարձրեց։ Եվ այդ տղայի անունը Իքաբոդ դրեց, ասելով Իսրայելից պարքը վերացավ։ Նայեն իմաստը Իքաբոդ, այսինքն այդ պարքը վերացավ, որովհետև Աստծո տապանակը վերցվեց եւ նրա սկեսրայրն ու ամուսինը չկան այլևս։ Դրա համար էլ ասած, քանի որ Աստծո տապանակը վերցվեց, Իսրայելից պարքը վերացավ։ Պատկերացրեք, այս կինը իհարկե մենք չգիտենք նրա հոգևոր կարգավիճակ կամ ավելի հոգևոր իրավիճակը ինչպես էր։ Ինչ կարանք ասել։ Կարանք ասել, որ ինքը կարող է որ այսպես լիներ կամ այնպես ինչ կարանք ասել։ Ինչ կարանք ասել։ Այսինքն մի խոսքով Դու չի տալիս իր Աստծո ժամանակներում կինը այդքան կարևորություն չէր, կարևորը տղա ծնվեր ու շարունակեր քահանայական ցեղը։ Կանայք այդ դրանով էին մխիթարում, ասում էին, որ մի վախեցի, տղա է ծնվում, տղա է քո։ Ադմասը այո։ Բայց ինքը իմանալով, որ ուխտի տապանակը այլևս իրանցը չի, իրանց մոտ չի, այս տղայի ծնունդը իմաստ էլ չուներ։ Ադի լավ դիտարկում է, այո։ Անունը դրեց, որ փառքը չկա։ Փառքը չկա, Աստծո ներկայությունը արդեն իրենց մեջ չէ, սա առումով, եւ իհարկե իր ամուսինը կորցրեց, իր կեսրայրն կորցրեց, ուրիշ Փառքը ինքը կապեց տապանակի հետ։ Այո։ Տապանակը չկա, ուրեմն Աստծո փառքը չկա։ Այո, հիմա հայ եղբորը սածը մեջը կարևոր բան կա։ Այո, միևնույնատենալ ես ուզում եի հարցս հետևյալն էր, որ միտը կարող ենք ասել, որ ինքը ավելի արտար գին էր, քան թե ավելի, ասենք, թե իր ամուսինի նման գին էր։ Ավելի հավատացյալ էր։ Ավելի այդպես թվում է։ Չէ, առայժմ Այո, որովհետև ինքը ավելի մտորում է Աստծո փառքի վրայով, այդպես թվում է։ Ես մխիթարությունը չընդունեց էլի։ Չընդունեց, այո, այդ մխիթարությունը չընդունեց եւ հայ եղբայրը ասածի մեջ այո կարևոր ճշմարտություն կա, բայց միևնույնատեն չեն կարող նրա վրայով ասել, որ գնոջը վրայով ասել, որ ինքը անսնասիրությամբ մտածում էր իր զավակի համար, թե անի կարող լինել են դե, բայց իր առաջնակարգ արդայությունը, որ 2-3 անգամ նշած է, որ Իսրայելից պարքը վերցվավ, Իսրայելից պարքը վերցվավ, քանի որ Աստծո ուխտի տապանակը վերցվեց, Իսրայելից պարքը վերացավ։ Այսինքն այդ բանը կար։ Աստծո փառքի մասին ավելի շատ որ տապանակը վերցվեց, տարվեց ինքը անհանգստություն այդ Իսրայել ժողովրդի արկուն պատիվն է։ Հա, հիմա այդպես գարձում ենք, հիմա ավելի չեն կարող, այսինքն ենթադրել տեքստից, բայց այդպես երևում է առնվազն մի բան հստակ է, որ իր ամուսնուց ավելի ինքը արդար կամ հոգևոր գին էր։ Այդ ուզում Աստվածը որ ամուսնուց ավելի լավ վիճակի մեջ էր։ Նույնիսկ որ տղա ծնվեց, ասում է, սա նրա համար առաջնագարկ ուրախություն չէր, եւ դեռ ողջ էր ինքը։ Նույնիսկ ասեց ցայն չանեց, ասել, բայց ինչ որ ասեց, Իսրայելի պարքը վերացավ, Իսրայելի պարքը վերացավ։ Հայ եղբորացած վրա մի քիչ ավելի շատ տատանում են մի քիչ, ինչի համար, որտեղ ինք կարծիքով ինչքան ժամանակ տևեց այդ ընթացքում ինքը մտածի, ասենք քանական սերունդի շարունակության համար տղայա ծնվել է, այսինքն վերլուծին, մտածի եւ նոր արտահայտվի ասի Աստծո փառքը դրա համար վերցվեց, այսինքն ինքը սերունդը զրկվեց, իր տղայա դեպս չգիտեմ ինչքան ժամանակ թե Աստծո եթե տրվեց շնորհքի մի ակնթարթում կարին այդքանով վերլուծի ասի փառքը Աստծո, բայց այդ արագության ու այդ տատմության մեջ քիչ չգիտեմ, բայց կա ճշմարտություն։ Վերջին հարցը թիվ 10 22-րդ համարը գարտալուց հետո համաձայն եք, որ փառքը եւ որ ասում է այստեղը
Իսրայելից վերացավ, այսինքն աքսորվեց այդ հասկացությունով, որ փառքը աքսորվել է Իսրայելից, թե կարծում եք, որ դա մեկ անձի տեսակետն է այս հարցի վերաբերյալ եւ ինչու։ Հիմա սա միան գնոջը, այսինքն դիդանգյունից է, չէ՞ թե համաձայն ենք, որ ուխտի դաբանագը գնալով Իսրայելից փառքը վերացավ։ Ինչ ուզում եք ասել։ Եվ ինչու։ Եթե այո ասենք ինչու, եթե ոչ ասենք ինչու։ Հիմա սա միան նրա գաղափարն է, ինչու որ մեկը կարող ասել, որ չէ, սա միան նրա գաղափարն է, բայց սա չի նշանակում, որ Իսրայելից ազո փառքը վերացավ։ Իմ կարծիքով Իսրայելից փառքը չվերացավ, պարզապես տապանակը Ժամանակավոր, այո, ժամանակավոր։ Հիմա բայց մեր հասկացու, այո։ Բայց վերացավ, չէ՞։ Այո, վերացավ։ Հիմա գինը, սա է պետք է նկատի առնենք, որ Չէ, Իսրայելից վերցվեց։ այսին ոնց որ աքսորվեց, վերացավ ես ուրիշ եմ հասկանում։ Բառը Դե նկատի չունի ոչնչացած։ Այդ եմ ասում, էլի ոչնչանալ չէ։ Վերացան բառը ժամանակավոր, բայց հիմա գնոջ դիդանգյունից միթե մենք այդ կարողությունը ունենք տեսնալու հաջորդ մի քանի գլուխները, բայց գինը ինքը այդ հնարավորությունը չունի հասկանալու, որ ինչ կարող է բադահիլ աբակային։ Ուրեմն նրա դիդանգյունից դժվար է մի քիչ այդ հույսով ներշնչված լինելը, որ չէ, Իսրայելի փառքը գադարելաբես, մշտնչենաբես չվերացավ, սա ժամանակավոր է։ Մենք հասկանում ենք սա։ Ոչ թե վերացավ բառը սխալ է, վերցվեց։ Հա, վերցվեց։ Վերացավ ոչնչացավ։ Հա, ոչնչացավ, այո, վերցվեց, այո։ Սխալ են թարգմանել, թարգմանել։ Yeah, փառքը վերացավ ասում։ So, Բնագում չկա, այստեղ պատերազմի։ Այ ուզում ասեմ, եթե գրել է թարգմանությունն է սխալ, թարգմանության խնդիրը։ ուրեմն այո, նրա դիդանգյունից ինքը չգիտի ինչ կպատահի, բայց մենք գիտենք ինչ կպատահի հաջորդ երկու գլուխների մեջ եւ նրա համար է որ այո, սա ժամանակավոր ոնց որ ինչպես ասացինք, հիշում եք մի հարցի մեջ է որ հետեւյալը ասեցինք հարց թիվ 7-ը միթե Աստված հոգեդանում իր հեղինակության մասին եւ ինչու եւ երբ եւ ինչու է նա թույլ տալիս որ այն ժամանակավորապես արամարվի ժամանակավորապես իր հեղինակությունը իր փառքը մեկ կողմ դնում է այո Արեգան թարգմանությունն ասում առնվեցավ ոչ թե վերացավ։ առնվեցավ Պետք է որ թարգմանությունն է։ նոր ռադիանն է Ա դեպի խափում։ հիմա դուրի շարժ է Ատաշլա, Հեռացավ, գնաց, հեռացվեց։ աքսորվեց Վերցվեց։ հա Սխալ թարգմանություն է, բառացի թարգմանություն է։ ոչինչ всё հիմա Օրիգինալը ուրեմն ասկան եղբայրներ եւ քուրեր ջան so այո կարևոր գլուխ է նկատի ունենալով որ բարձ գլուխ է ամենադեն դժվար իմաց բան չկա մեջը մեզ ցուցաբերում է որ էլի արագ վերականգ անելով որ երբ խնդիր կա աստուծո ներկայությունը մենք չօգտագործենք որպես գործիք մեր անձնական աջենդայի շահի համար աստծո բաները այս բարակյան աստծո ներկայությունները նրա ուխտի դաբանագի միջոցով աստծո բաները չօգտագործենք չչարաշահենք որպեսզի մենք օգտվենք որտեղ վերջո Աստված զաղր չի լինում եւ ինք պիտի նույնիսկ այդ արտոնությունը դա որ թշնամին որ վախեցած էր Աստված թշնամուն արդեն հաղթություն տվեց այդ բարակայում բայց իհարկե Աստված թշնամուն պիտի մշտնչենաբես հավիտենաբես հաղթանակ չթողնի որտեղ Աստված գիտի որ ինք նրա թշնամին է եւ նրա թշնամին լինելով Աստված իր նելիքը պիտի ինչ որ հետո կտեսնենք եւ տեսնում ենք հոգեվոր առաջնորդությունը որ ներկա չէր ժողովրդի կյանքում շիդակ ծևով ծառայելով ժողովուրդը արդեն հիաստապած իրենց մե այդ հուսախապ էին իրենց մե հիշում ենք ինչպես նրանք այդ երկու որդիները ծառայության ընթացքում նրանք ուզած ծևով այդ զոհաբերությունից վերցնում էին
իրենց օգուտի համար, քան թե Աստծո խոսքի համաձայն։ Աստծո խոսքի համաձայն պետք է նրանք ծառային, բայց չծառայեցին։ Նրանք ոնց որ վերցրեցին իրենց շահի համար։ Աստված վերջ-վերջո իրենց ոչ թե միայն հանդիմանեց, իրենց կյանքերն վերցրեց եւ նրիվ իրենց քահանայությունը, ծառայությունը արավ նրանց ցերքից։ Սրանք կարևոր դասեր են հոգեվոր ծառաներու համար էլ, որ Աստծո սուրբ բաները մենք չենք կարող Տիրոջը խոսքի ագարակ ոնց որ Հուդան քող էր ասում Աստծո խոսքը, չէ՞։ Կանցանագից փող վերցնում էր։ Սա Տիրոջը կանցանակն էր, կանցանագից փող վերցնում էր։ Եվ վերջո դեր իրեն դադեց։ Ոչ թե միայն ֆիզիկապես, ապա հավիտենապես էլ։ Ուրեմն այս երկու կարևոր դասերը առնվազն էլի ուրիշ դասեր կան իհարկե, բայց այս երկու գլխավոր դասերը առաջնորդության վրայով եւ Տիրոջը ասենք ներկայությունը չօգտագործելով իրեն ծառայությունը, իրեն ցանկը, որ ինք մեզ տված է, չլինի որ մենք բարձրապես մեր անձնական շահի համար Տիրոջ ներկայությունը օգտագործենք, որովհետեւ մեզ հետ լավ լինի։ Նրանք այդպես արեցին։ Եվ վերջո ազգը վնասվեց։ Ովևէ վերջնական հարցեր եղբայրներ քույրեր ջան, առաջ որ աղոթքով ամփոփեցնենք մեր այս երեկոյի սեդողությունը։ Խոսեցանք սրա վրա, Վասյակ, ուրիշում եք։ Ասեցինք չէ, որ կարծում ենք, որ այո, հավատացյալ մարդ է ասելով, բայց Որդիների մասին բացասական։ չէ, որդիները ստակ էր, Բելիալի որդիներ էին, որ Սատանայի որդիներ էին, այո, հադիստ այդ է գործերով ալ եւ դե սուրբ գրքի հաստատումով էլ։ Հեղին այնպես երևում է, որ հավատքի մարդ էր, բայց թերություններ ուներ, այո։ Որդիներին չէր նախատում։ Այո, եւ Աստված դադեց նրա համար։ Միջև վերջ չէր հանդիմանում, այսինքն միջև վերջ չէր տանում իր հանդիմանությունը։ Ասում եմ հանդիմանությունները կամ այդ վարկը չեն կարապետության հետ կապեն, որովհետև մեկը մյուսի հետ չէ, դա այնի անձնական է, այնի կենցաղավարություն է, կարա մեկը կարող է ճիշտ դաստիարակի կամ մեկը մի քիչ վատ դաստիարակի, բայց դա չեմ կարծում, որ իր անձնական։ Հա, բայց եւ Տերոջը խոսքը ասում է, որ նրանք ադի ուրիշ է, այո։ Այո, սա չի նշանակում, որ հայրը, որ հավատացյալ մարդ է, ինքը դաստիարակում է, կարող է որ հա լավ չի դաստիարակի, իմաստության բագաս կա, կամ զավակները լավ բդուղ չեն, անա պիտի նկատի առնենք։ Ադա ուրիշ թեմա է, իհարկե, բայց Արդեն Աստծո նախախնամությունն է, եթե մենք հավատում ենք, որ Աստծո, հա, այդ գերիշխանության մեջ ինքը իր ծրագրի մեջ արդեն ունի այդ զավակներին, այդտեղ հայրը կարող է իր լավագույնը անի, որպեսզի կյանքի կոչվի, էլի։ Բայց եթե ի սկզբանե արդեն այդ տղաները կարգված են այս բանի համար, այդտեղ արդեն հոր ներդրումը ինչ պիտի լինի։ Խնդիրն այն չի, որ հորը մեղադրում են ինչու չփրկվեց կամ ինչու չդաստիարակվեց, խնդիրն այն է, որ Աստծո խոսքը ցույց է տալիս, էսի եղբայրը, որ նրանք հավանականա չփրկվեցին։ Հավանական Բանը հեղի նշանություն ուներ իր երկու զավակներին քահանայությունից հեռացնելու։ պետք է ըներ շիդագը եւ չարեց, այո, Իշխանություն ուներ, եթե ստե շեշտվում է պատշաճ չէր հանդիմանում, դա նշանակում է նա իրավունք ուներ իրանց հեռացնել Աստծո անունը բարձր պահելու համար։ եւ չարեց, Չարեց, այո, որտեւ Ես բերան ասում էր, եք սենց անում, լավ չեք անում, ընդեղ ասում Եթե դրամանին ասում է, որ բայց պատշաճ չէր հանդիմանում, այսինքն պետքա հեռացվի։ նրա համար Աստված իրեն ալ դադեց։ Այսինքն մի խոսքով իրեն ծառայությունից հեռացրեց։ Այո, 98 տարեկան էր, նայալ Աստծո շնորհքն էր։ Հա, Եթե սենց կարանք վախենանք, որ եթե եկեղեցուն որից է երես կամ սարկավակ լավ չի ծառայում, մեղքի մեջ է, եթե լավ չենք հանդիմանում, մենք էլ հետո ասպես կպատժի, Աստծո պատժում հանդիմանները Ես ուզում եմ ուրիշ բան, որ եղբայր, այս պատմությունից կարելի է եզրակացնել, որ Աստված ավելի խիստ է դատելու հովիվներին եւ Աստծո սպասավորներին։ սա ուրիշ գործնական, այո, կիրառում է։ Այո, շիդագ է, որտեվ ումի որ ավելի տրված է, շատ կբանջվի։ Այո, ինչու որտեվ երբ որ գիտես
համոզված ես գիտես սա Աստծո խոսքը այսպես ասում է, հիմա մեկը նոր ավատացյալ է Դագավին չի գիտեր, մի բան է, եւ որ ես կամ դու գիտենք Աստված այսպես ասում է եւ մենք հագարակը անենք Դագավին, այսին դիդմամբ շարունակենք այդպիսի ընթացքի մեջ, ինչպես հեղի բարակային չհանդիմանես նրա զավակներին եւ ինք ադիշխանությունը ուներ, այո, որ ինք իբր, ասենք, մեծ քահանան, թեև այդ մեծ քահանա արտահայտությունով չի ասում, բայց ինքն էր այն այդեն մեծ քահանան սա առումով չարեց, հա, չարեց եւ վերջո այո, եւ ինք պետք է կարողանար ասել ոչ, Աստծո խոսքի համաձայն դուք իրավունք չունեք ծառայելու։ Այո, լրիվ այնտեղ են, շնորհակալ ենք նրանց ուշադրության։ Այո, եթե ուղիղ եթերով մեր քույրերին եւ եղբայրներին, եթե եղբայրները կան, այո կան, եթե գա ովևէ հարց խնդրում եմ։ Հարց ուղիղ եթերից, թողեք մեկ հատ խոսամ, որտեղ sense չի լինի, չեն խոսում։ Հա գարան միջամտել, ասած ենք, չէ, գարան միջամտել։ Քնարի քույրիկ հարց ունես։ Տիգրան եղբայրը այնտեղ է։ Տիգրան եղբայր։ Հարց չունենք մենք, ասու բարի։ Հա, Տիգրանն էլ է մեջը։ Տիգրանը չէ, ով է մեջը։ Եղբայր կարող է հարցնում եմ, էլի հիմա հարցնելու համար եմ հարցնում։ Շալլա Տիգրան ջան։ Քուրերին այսօր առաջի անգամ ենք դիրոջ ողորմությունով այս խումբ մցել է, իրանց կարծիքը ինձ համար շատ կարևոր է։ Քուրեր ջան, կարաք արձագանքեք ոնց է ծառայությանը իրավիճակը, մատուցումը, ճշմարիտ վարդապետության հիմքերը, կարծիքներ ունեք, կարող եք նաև դրանով կիսվել, որ Հովիկ եղբայրս ու Արթուր եղբայրս դրանից իմանան։ Եթե ունեք։ Եթե ունեն, այո, սպասում։ Առանձին կգրենք ես Տիգրան եղբայր, հետո եթե հարց լինի երևի։ Ամաչում են նորը առաջի անգամ է երևի դեռ։ Բարև։ Չեն կամաչում, ավտոպոստի մեջ չեն կամաչում բարձրացնելու, կուզենայի ուղղակի ողջունել ձեզ ու մեզ, այս հենց առաջինն է, այսօր մենք առաջի անգամ ենք միանում, անձամբ ինձ համար բավականին կարևոր էր, դեռ շատ մասնելու բաներ կա, ես տենց մի անգամից միանշանակ շատ բաներ չեմ հասկացել զուտ լեզվի առումով, բայց այն ինչ որ հասկացել եմ, լիարժեք եմ հասկացել եմ, որ ինքը շատ համապատասխան է այն ամեն ինչին, ինչը որ Տիգրան եղբայրը մեզ տալիս է, այսինքն մենք կարողանում ենք մեկը մյուսին, կկարողանանք մեկը մյուսի հետ համատեղելով էլ ավելի զորանալ։ Շատ շնորհակալ եմ անձամբ ես, որովհետև զորավոր է շատ ու փառք Տիրոջը, որ հիմա այստեղ եմ ու կկարողանամ էլ ավելի զորանալ։ Երևանում են հրարսը որտեղ։ Այո, Երևանից եմ։ Ուրախ ենք քույրիկ ջան, ուրախ ենք որ մեզ հետ եք այսօր։ Դեր օրհնի։ Մերսի։ Մերսի։ Շատ լավ, եկեք եղբայր, աղոթքով կարանք փակել։ Հիշի Արմեն եղբայրը թողնիկների համար աղոթքից մեջ։ Հիվանդը արզում են։ Իրա թողնիկներն։ Մեր սիրելի ու պաշտելի Աստված, անչափ շնորհակալ ենք քեզանից Տեր քո առատ ողորմությունների համար, քո շնորհքի ճոխության համար Տեր, որ եւս մեկ անգամ քո սերն ու հոգատարությունը ցուցաբերեցիր քո զավակների Տեր, քո խոսքդ կերակրելով, ուսումնասիրելով Տեր ու այն խորը ճշմարտությունները փոխանցելով մեզ Տեր։ Շնորհակալ ենք քեզանից Տեր, որ դու ամեն ժամանակ քո ժողովրդի համար, քո եկեղեցու համար հոգ ես տանում, մեզ սովորեցնելով, կրթելով, դարձնելով այնպիսին, ինչպիսին որ դու ես ուզում Տեր։ Խնդրում ու աղաչում ենք Տեր, որ այստեղ գտնվող յուրաքանչյուր քրոջս եւ եղբորս օրհնես, լսնես քո ճշմարտություններով, լսնես քո քաղցր ներկայությունով, որպեսզի մենք ամեն մի օր, ամեն մի առիթը Տեր օգտագործենք ել ավելի քո խոսքիդ մեջ ընկղմվելու եւ ել ավելի ներգրավվելու քո թագավորության ավետարանի գործի մեջ Տեր, որպեսզի մեր կյանքերով, մեր վկայությունով, մեր ծառայությունով դու փառավորվես ու դու երևաս։ Շնորհակալ եմ քեզանից նաեւ այս խմբի համար, շնորհակալ եմ քեզանից նաեւ Արտուր եղբորս համար, Հովհաննես եղբորս համար, յուրաքանչյուրի ներկայության համար Տեր, որ ունենք միաբանորեն հավաքվելու քո ներկայության մեջ քո խոսքի շուրջ եւ սովորելու քեզանից։ Չունենք ոչ մի արժանինքներ, քանի որ խնդրում ենք
մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում, Հայր Որդի եւ Սուրբ Հոգի, ամեն։ Ամեն, ամեն։ Շնորհակալություն Արթուր եղբայրս։ Դեր օրհնի, ցտեսություն, բարի գիշեր ձեր բոլորին։ Մերսի, որ միասին էիք։ Արթուր եղբայրս դու ալ մի հատ Լավ եղեք, քույր եղբայրներ ջան, ուրախ ենք որ մասնակցեցիք։ Տիգրան եղբայրս լավ ուշադրություն ա դարձնում ձեզ վրա, գիտեմ լսում եմ։